Նախ բանավեճի նորից անդրադառնալով պետք է արձանագրենք, որ ես հույս ունեմ, որ գյումրեցիները կելնեն այո հենց բանավեճի ընթացքում հնչած տեքստերից մեր կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի ծրագրային այն դրույթներից, որոնք ներկայացրել է Գյումրեցու ապագան ավելի լավը դարձնելու համար։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, եթե դրանցում կան որևէ դրվագներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանի են, ապա ես վստահ եմ, որ դրանք կարժանանան իրավապահ մարմինների ուշադրության, ինչպես բոլոր դեպքերում է լինում, եւ ես այստեղ ինչ որ դավադրությունների, տեսությունների դաշտ չեմ ուզի գնալ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքների վերաբերյալ, ուրեմն տեղի ունեցող իրադարձություններին, նաև ձեր կողմից նշված անանուն ձայնագրության մասին, ես պետք է վստահ արձանագրեմ, որ հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում իրականացնել նման գործողություններ իրավապահ մարմինների կողմից առանց փաստերի։ Այդ փաստի մի մասը որպես այդպիսին այո հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, եթե ես ճիշտ եմ, եւ ուրեմն բայց ես վստահ եմ, քանի որ դեպքը մեկը չէր, կան նաև այլ փաստեր, որոնք բնականաբար չեն կարող բոլորը հանրայնացվել։ Ինչ վերաբերում է հարցի մյուս հատվածին, որ տեխնացուներից մեկի մերձավոր, բարեկամներն են, մերձավորներն են ներգրավել կամ ձերբակալվել կամ հարազատները, ես ներողություն, բայց իրավական գործընթացներում տարանջատում չկա ըստ հարազատների, բարեկամների, մերձավորների եւ ընկերների, եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացվել է, արմատախիլ է արվել եւ ամեն բան մենք անելու ենք եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը թույլ չի տալու, որ այդ ինստիտուտը որևէ մեկը փորձի վերականգնել։ Շնորհակալ եմ։ Եվ ձեր թույլտվությամբ մեկ շատ կարճ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում պատրաստ է կոալիցիա կազմել Վարդան Ղուկասյանի հետ, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Ոչ միանշանակ, մենք ձեր նշած անձնավորության մասին մեր գնահատականները կարծում եմ շատ մանրամասն ձևակերպել ենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա արտահերթ ընտրություններում։ Ես մի լրացում անեմ քրեական գործերի վերաբերյալ, դուք նաև հարգելի պարոն Ֆարադյան, դուք գյումրեցի եք, չէ՞, եւ կարծում եմ, որ նաև շատ տեղին կլիներ, օրինակ ես ձեզանից կուզենայի որպես լրագրող հավելյալ երրորդ կողմի տեղեկություն ստանալ այն փաստի մասին, թե բաժանվել են ընտրակաշառքներ, թե ոչ, ինչքան է բաժանվել, ում կողմից է բաժանվել, որտեղ է բաժանվել, ինչ ծավալի, օրինակ, եթե նման լրագրողական հետաքննություն լիներ, ես որպես падգամավոր մեծ հետաքրքրությամբ այն կընթերցեի եւ դա կլիներ ինձ համար հավելյալ աղբյուր այն համեմատելու իրավապահներից եկած ինֆորմացիայի հետ, այնպես որ այստեղ նաև մենք ձեր վրա ենք